Տեսնում է, որ բռունցքները այլևս արդյունավետ չեն, միանշանակ զենքը կրակում է։ Այդ ձևի անմարդկային կռիվ ես չեմ տեսել։ Որ արել էր, փախել էր արդեն։ Հենց ստեղ կրակել էին։ Մեքենա կանգնած ապակին հետ կրակել էր։ Հենց օրենքը պետք է գործի, իրոք գործի, ոչ թե ինչ-որ մեկին բռնեն, հետո ազատ թողնեն։ Ոչ թե պետք է ամբողջ հանցավորության հետևից ընկնես, այլ ընդհանրապես հանցավորության որոշակի տեսակներ գործես կոնտրոլի տակ պահես, որոնք դետերմինատորի դեր են կատարում։ Այս ամենի զոհը այդ քույր գնդակից կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի։ Ինչու են որոշ քաղաքացիներ գերադասում հարցեր լուծել զենք գործադրելով, պատճառն անպատժելիության զգացումն է, վատ դասյարակությունը, թե այլ գործոն։ Պատճառներից մեկը ուղղակի է, մեկը հարաբերականորեն անուղղակի, բայց պետք է ասեմ, որ երկուսն էլ էական են, սակայն իմ կարծիքով ամենակարևորը չեն։ Նախ ինչու են որոշում հարցերը լուծել զենքով, որովհետև զենք ունեն։ Իսկ որտեղից ունեն զենք, դրա վերաբերյալ կան նաև օբյեկտիվ պատճառներ։ 44-օրյա պատերազմ, որի ընթացքում քաղաքացիներին առանց որևէ ցուցակագրման եւ հաշվառման բաժանվեցին տարբեր զինատեսակներ, ինչն էլ անհնարին դարձրեց դրանց ամբողջական վերադարձելիության ապահովումը։ Եվ երկրորդ սոցիալական ցանցերը, մասնավորապես Telegram ալիքները, որոնցով քաղաքացիները այսօր ազատորեն եւ հեշտությամբ կարողանում են ձեռք բերել մարտական զենքեր։ Հիմա ո՞րն է առաջնային խնդիրը իմ կարծիքով հասարակության մոտ վստահության դեֆիցիտը պետական կառավարման համակարգի նկատմամբ, մասնավորապես դատարանների եւ իրավապահ համակարգի, քանի որ հասարակության մեծամասնությունը կարծում է, որ ցանկացած հարցերը չեն կարող լուծել այդ մարմինների միջոցով, հետեւաբար գերադասում են նաեւ զենքի գործադրմամբ հանցանքների կատարումը, իսկ եթե դրան գումարում են նաեւ անպատժելիությունը, ունեն մենք այն պատկերը, ինչ ունենք։ Ոստիկանության կարևոր գործառույթն է հանցագործությունների նախականխումը, կանխումն ու խափանումը։ Որքանով է արդյունավետ այն իրականացվում։ Չեմ կարող պատասխանել, թե որքանով են արդյունավետ իրականացվում, որովհետև իմ կարծիքով ամենևին չեն իրականացվում։ Նախականխումը դա պետության կողմից իրականացող այն կոմպլեքս ծրագիրն է, որի մեջ ներառված են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են բարոյական, հոգեբանական, սոցիալական, կրթական, դասիրակչական ծրագրերը, էլեմենտները եւ ամբողջությամբ այն պետք է ուղղված լինի ձեռբազատվելու հանցագործություններից, այսինքն ամբողջությամբ վերացնելու հանցագործությունները հասարակության մեջից, իսկ կանխման դեպքում գործառույթը հանդիսանում է արդեն կոնկրետ հանցագործությունների կանխարգելման ուղղված միջոցառումների իրականացումը։ Ցավոք այդպիսիք չեն իրականացվում այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե մենք դիտարկենք կոնկրետ ոստիկանությունում ենթակառուցվածքային փոփոխությունները, լավարկման ուղղությամբ կատարվող գործողությունները, ապա դրանք ուղղված են հիմնականում հանցագործությունների բացահայտմանը, որը հանցավորությունների դեմ պայքարում թեպետ կարևոր, բայց ցավոք վերջին օղակն է։ Իսկ եթե այդ վերջին օղակը կապված չէ նախականխման եւ կանխման հետ, ապա ընդհանուր պայքարը արդյունավետ լինել չի կարող։ Հանցագործությունների գերակշիռ մասը կատարվում է ապօրինի զենքերով։ Որքանով է արդյունավետ դրանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Ինչ է անհրաժեշտ ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման մակարդակը շեշտակի ավելացնելու համար։ Եթե նախականխման եւ կանխման ուղղությամբ գործողություններ չեն իրականացվում, ապա բացահայտման ուղղությամբ իրականացող գործողությունները թերի են լինում, որովհետեւ հենց կանխման ընթացքում է, որ ձեռք են բերվում տեղեկություններ ապօրինի զենքի եւ զինամթերքի գտնվելու վայրի մասին եւ անձանց շրջանակի մասին։ Եվ եթե չկա այդ համակարգված աշխատանքը, պլանավորված աշխատանքը, ապա բոլոր գործողությունները դրանք կրում են էպիզոդիկ բնույթ, իրականացվում են օրինակ ուժեղացված ծառայությունների միջոցով, ավտոմեքենաների զննության միջոցով, բայց դրանք թեպետ թիրախի ուղղությամբ կատարվող գործողություններ են, բայց թիրախին միտված գործողություններ չեն։ Հետևաբար պատահականության արդյունքով կարող են հայտնաբերվել 1 կամ 2 զինատեսակ, բայց ընդհանուր արդյունավետ նպատակի հասնելու միջոցառումներ իրականացվել չեն կարող։ Ինչ է նախկինում տեղի ունենում։ Ճիշտ պրոֆիլակտիկայի արդյունքում օրինակ անձանց հորդորելու, համոզելու, ինչու՞ չէ նաև օրենքով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացնելու միջոցով ունենում ենք կամովին հանձնելու բազմաթիվ դեպքեր։ Այսօր պրոֆիլակտիկան կաղում է եւ որևէ քաղաքացի կամովին զենք չի հանձնում։ Մեր երկրում հանցագործությունների պատճառների վերաբերյալ խորքային գիտական հետազոտություններ իրականացվում են, նման աշխատանքը որքանով կարող է նպաստել հանցագործությունների կանխմանը։ Ամենացավոտ հարցն է, նախ ասեմ, որ ամենևին չեն իրականացվում, որովհետև չունենք այն մասնագետը, որը պետք է իրականացնի այդ աշխատանքը։ Հանցավորության դեմ պայքարում նախականխման միջոցառումներով զբաղվում է քրեաբան մասնագետը,
Գիտությունը քրեաբանությունն է։ Սակայն այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք այնպիսի բու, որը կպատրաստի այդպիսի պրակտիկ մասնագետ, որն էլ իր մասնագիտական կարողությունները կարող է իրացնել պրակտիկ աշխատանքում։ Մենք այսօր ոստիկանությունում չունենք այդպիսի աշխատակից, իրավապահ համակարգում չունենք այդպիսի աշխատակից, հետեւաբար չեն կարող իրականացվել գիտական հետազոտություններ, վերլուծություններ եւ այլն։ Իսկ եթե մենք չունենք այդ ամենը, ապա կրկնում եմ, մնացած բոլոր գործողությունները դրանք դրվագային, էպիզոդիկ բնույթ կրող եւ պատահական գործողություններ են։ Հետեւաբար առաջնային կարևորագույն խնդիրը այդպիսի մասնագետների պատրաստումը։ Երկրում տիրող մթնոլորտը, անհանդուրժողականությունը, ատելության խոսքը կարող են նպաստել հանցագործությունների ավելացմանը, դրանց կանխարգելման համատեքստում ինչ դեր ունեն կրթական, սոցիալական մարմինները։ Ոչ թե կարող են, հենց ավելացնում են, որովհետև նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ, որ այսօր Հայաստանում հասարակությունը ծայր աստիճան բևեռացված է եւ ներհասարակական պարակտվածությունը հասել է ծայրագույն աստիճանի։ Այս առումով հատուկ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն սոցիալական կրթական գերատեսչությունները, այլև պետական համակարգի բոլոր մարմինները, սակայն անգամ եթե դրանք 100%-ով իրականացնեն իրենց գործառույթները, էլի ցանկալի արդյունքի չեք հասնելու, որտեղ սրա դեպքում պետք է պետական մոտեցում, համակարգված աշխատանք, որպեսզի համերաշխություն ձևավորվի հասարակության շրջանում։ Այլապես աննշան չնչին առիթներով տեղի են ունենում զենքի գործադրմամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, այն դեպքում, երբ հակառակ պարագայում համերաշխության մթնոլորտի բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորման դեպքում այդ ամենը կարող է ավարտվել այլ ելքով։ Եվ շատ կարեւոր մի մեջբերում անեմ, Հովան Ոսկեբերյանին հարցնում են, թե ինչու է Աստված այսպես ստեղծել հասարակությունը, որ տեղի են ունենում պատերազմներ, կռիվներ, գժտություններ, վիճաբանություններ եւ Ոսկեբերյանը պատասխանում է. ուզում եք այդ ամենը չլինի։ Գնացեք եւ սիրեք միմյանց։ Հիմա ինչ է պետք մեր հասարակությանը՝ սեր եւ համերաշխություն։